պահապանների, պահակների, հսկողների մասին Աստվածաշնչում ինչ էր գրված, որ Աստված նրանց դնում էր որպես հսկող, որպես պահակ, պահապան, ժամապահ, որպեսզի այդ մարդիկ չլռեն, խոսեն, զգուշացնեն, պատմեն եւ իրենց աղոթքներով էլ Տիրոջը հանգիստ չթողնեն, այսպես ասած, խնդրեն անդադար, որ Աստված օրհնի եւ օգնական լինի մարդկանց եւ ժողովրդին։ Հիմա հափշտակությունից առաջ Աստված նույնպես դրել է իր պահակներին, պահապաններին, հսկողներին եւ դրանք այն բոլոր մարդիկ են, ովքեր խոսում են ու ասում են եւ սպասում են, որ Տեր Հիսուսը գալու է եւ զգուշացնում են մարդկանց եւ նախազգուշացնում են մարդկանց, թե ինչ է սպասվում եւ փորձում են օգնել, որպեսզի մարդիկ արթնանան եւ արթուն մնան։ Դրանք բոլոր Աստծո զավակներն են, ովքեր ունենում են Աստծուց հայտնություններ, տարբեր կերպերով կլինի երազ տեսիլ, թե մեկ ուրիշ զավակից, մեկ ուրիշ ծառայից են լսում եւ Սուրբ Հոգին դիպչում է իրենց ու իրենք էլ են արդեն հասկանում, իմանում, որ Աստված գալիս է եւ ինչ է սպասում աշխարհին եւ սկսում են խոսել ու պատմել եւ այնքան գեղեցիկ է, երբ տեսնում ես, որ Աստված ամեն մեկին օգտագործում է ինչ-որ մի կերպով եւ շատ հետաքրքիր ձևով է Աստված օգտագործում յուրաքանչյուրին եւ յուրաքանչյուրից դնում է այնտեղ, որտեղ որ պետք է, որտեղ որ Աստծո կամքն է եւ աճացնում է այդ տեղում հենց Աստված մեզ օգտագործում է եւ մեր կամքն է շատ կարեւոր, որ երբ Աստված մեզ օգտագործում է իր բարի կամքի համար, իր գործերի համար, ինչ որ ձևով օգտագործում է, ծառայություն է տալիս, մեր կամքը լինի, որ մենք էլ կամենանք եւ Աստծո ձայնը լսելով քայլենք մեր Տիրոջ հետևից, գնանք մեր Տիրոջ հետևից եւ անենք այն, ինչ որ նա կամենում է։ Աստված մեզ միշտ տալիս է այն, ինչ կարող ենք անել, մեր ուժերից վեր ոչինչ չի տալիս։ Երբ Աստված մեզ կանչում է, երբ Աստված մեր հետ խոսում է եւ նա հասարակ բառերով ասած նա մեզ ինչ-որ մի գործ է տալիս ու մենք չենք անում դա, դրա համար արդեն մենք ենք պատասխանատու, որովհետեւ ուղղակի լսել Աստծո ձայնը եւ տեսնել, որ Աստված քեզ ուզում է օգտագործել, բայց հրաժարվել դրանից Ես այդ մտքից ինքս վախենում եմ։ Այդ մտքից ես ինքս վախենում եմ, որովհետև եղել են պահեր, որ ես շատ թուլացած եմ եղել կամ այնպես է ամեն ինչ դասավորվել, որ ես ուղղակի ֆիզիկապես չեմ կարողացել գոնե ձայնագրություն անեմ կամ գոնե մարդկանց հետ խոսեմ Հիսուս Քրիստոսի մասին եւ այդ պահերին ես մտածել եմ, բայց ես կանգնելու եմ Աստծո առաջ ու ինքն ինձ ինչ ասելու, հարցնելու է, որ ինչու ես չարեցի այս բանը, երբ նա տվեց ինձ այդ գործը։ Ինչ եմ ասելու ես իմ Տիրոջը։ Յուրաքանչյուր Հիսուսի զավակ, յուրաքանչյուր մարդ, ով Հիսուսին է պատկանում, ով դարձի է գալիս, ով ապաշխարում է, ով ապրում է Տիրոջով լցված, Տեր Հիսուսն է դառնում նրա համար ամենակարևորը եւ նա ամեն օր ուզում է Տիրոջ կամքի մեջ լինել, ամեն օր ուզում է, որ ճիշտ լսի Տիրոջ ձայնը եւ խոնարհ լինի իր Տիրոջը։ Մեզանից յուրաքանչյուրը, ով դառնում է Հիսուսի իրական զավակ, մենք նաեւ Հիսուսի ծառան ենք դառնում, որովհետեւ մենք մեր կյանքը նվիրում ենք Հիսուս Քրիստոսին եւ նրա ծառան ենք դառնում եւ սկսում ենք խոսել Տիրոջ մասին, որովհետեւ անհնար է, որ մենք ճանաչենք Հիսուս Քրիստոսին, սիրենք նրան եւ չուզենանք խոսել Տիրոջ մասին, չուզենանք մյուսներին էլ պատմել Տիրոջ փրկության մասին եւ մենք ուզում ենք Տիրոջ լույսը, որ լցվել է մեր կյանք, այդ լույսը տալ մյուսներին։ Եվ Տերը մեզ ասել է, որ մենք աշխարհի լույսն ենք, որովհետև Տեր Հիսուս Քրիստոսը ինքը լույսն է եւ ինքը մեր մեջ է բնակվում եւ մենք դառնում ենք նրա նման, մենք էլ ենք դառնում լույս ու նրա լույսը մեր միջով պիտի արտացոլվի, եթե նրա լույսը լցվի մեր մեջ ու փակ մնա, ինչպես է դա հնարավոր, լույսը չես կարող ծածկել։ Եվ մենք սկսում ենք խոսել Տիրոջ մասին, Տիրոջ գործերի մասին, Տիրոջ հրաշքների մասին, այդպիսին է Հիսուսի իրական զավակը եւ մենք բոլորս ենք Հիսուսի ծառաները, ուղղակի յուրաքանչյուրս անում ենք այն, ինչ որ Տերը տալիս է մեզ, եթե իհարկե մենք ընդունում ենք նրա տվածը։